Երբ Փաշինյանն իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Ասողնա շունուշանգալ։ Դե իրան вообще պետք է իրանի չնեղանալ, հիվանդ մարդ է։ Մենք պետք է իրանի չնեղանանք։ Մենք իր ասած ոչ մի արժեք չունի։ Ցանկացած հասկացող մարդ ոնց կարա խոսքի մի հատ մարդ գա քեզի արժեք ցույց տա։ Ինքը ով է, որ ինքը խոսքի ցանկացած մարդու ապրած գնահատական տա։ Ինքը ունի իր ապրածը, որը որ ինքը չկա։ Ցավոք, որ ինքը մեր երկրի ղեկավարն է, ոչինչ քիչ մնաց։ Իսկ Սամվել Կարապետյանը հեսա մեր երկիրը փրկելու է։ Մեր երկիրը պրիմում սմիսլի փրկել է, որովհետեւ այդ մարդն ունի ունակություն։ Ինքը այսօրվա դրություն ունի այս մեր երկրի, մեր ժողովրդի բանալ է։ Ինքը գիտի մեր ժողովուրդը ոնց վարվի։ Ինքը գիտի ինչի մասին է խոսում, որով ինքը տնտեսությունից ոչ մի հասկացողություն չունի։ Եթե հիմա դու ասֆալտը սարքեցի մի տար հետո քանդվավ, ու դա պարտքով փողով է, չէ՞, կրեդիտնի փողը պետք է մուծես։ Ոնց որ մի հատ մեքենա առնես, տանես խփես, բայց եթե մի հատ բիզնեսի մեջ այդ փողը վերցնես, դες ինքը արդադրում է, ինքը փող է բերում։ Աշխատում ես, հետո գնում ես մեքենայի ես առնում են մյուսն էլ մյուս։ Իսկ եթե տեղերը ճիշտ չարեցես, ուրեմն եղավ որ դու այդ երկիր տանում ես կորզման։ Սրա մասին։ Իսկ մարդիկ դե դբրոցին է, դե մեզ է, չեն հասկանում։ Առաջի դբրոց սարքողն է, դեռ միշտ Կարապետյանը ու իր սեփական փողը ոչ թե բյուջեի հաշվի։ Լավ, եթե ղեկավարի համար նորմալ է ժողովրդի հետ նման տոնով խոսելը։ Չէ, իհարկե չէ։ Դե դա վատ արտահայտություն է։ Իհարկե դա տգետ է, դա ոչ մարդկային վերաբերմունք է։ Դե մակարդակի հարց է դա արդեն։ Կրթության մակարդակի հետ է խնդիրը մենակ։ Ուրիշ ոչ մի բան։ Դաժե, չգիտեմ, հասարակ մարդիկ միմյանց հետ խոսալու տենց արտահայտություններ թույլ չեն տալիս, էլի։ Այսինքն իրան չընտրողն էլ Հայաստանի քաղաքացի է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ու ինքը պետք է պարտավոր է լսել իր բողոքը, ոչ թե ասել շունուշանգյալ։ Այսինքն դա նորմալ չէ, էլի։ Դե այդքան է հասկանում։ Դե ինքը շունուշանգյալ անվանում է, հետո էլ ասում է, որ Սամվել Կարապետյան անվանել, բայց ինքն անվանել։ Սաղն էլ տեսել են դա։ Լավ, եթե ղեկավարի համար նորմալ է ժողովրդի հետ նման տոնով խոսելը։ Դե դուք պետք է իմանաք։ Նորմալ է, թե նո իմ համար նորմալ չէ։ Երկրի ղեկավարը պայ է մյուս ղեկավարների պես։ Ոչ թե պերաշկի որտեղ մանկա։ Ինքը օրինակ պետք է յուրին մնացող ղեկավարները ո՞նց են անում։ Ծանդեր, աղայական, հացո, աղու, դեմավոր են, ինքն լավ հիշ որ բան ասեմ անցալներս են անցալները։ Ապտիկու ինչ անելու ստանախոս, ինչ գործում ես անցալը հետ կզեցնեմ, ես անեմ, են անեմ։ Հետո ինչ։ Երկրի ղեկավարը իրեն պետք է համեստ ոչ թե բայրալը վարկաբեկելով բաներով ինչ է։ Вообще այդպես կառավարությունը այդպես իրավունք ունի հայ հասարակությանը այդպես վարեր արտահայտի։ Դե ինքան մակարդակ էլ վերաբերվում է, հասկացեք, դա մակարդակի հետ կապված բաներ է մի քիչ էլի։ Դաժե եթե գիտեք ինչ իրան ընդ հայհոյում են, ինքը պետք է այնքան այդ ամեն ինչ բարձր լինի, ես կոնկրետ ինչ որ ղեկավարի մասին չեմ ասում, այլ ընդհանուր այն մարդը, որ այդ տեղը զբաղացնում է, նա պետք է այնքան ունենա բառապաշար, որ այնքան ճիշտ մարդկանց բացատրի, ոչ թե իջնի իրանց մակարդակի, հասկանում եք, դա ամեն մարդու խելքի բան չի, պետք է սկսենք այդտեղից դրատուժ վազնենք։ Գիտեք ոնց է, դա մարդու մակարդակն է, քիչ արդեն։ Գրագիտության մակարդակն է դա խոսում, որը որ ղեկավարին չի սազում, սազական բան է։ Ինքը որպես ղեկավար շատ թույլ է, նախ իրան են վատ բաներ ասում, համ էլ ինքն է պատասխանը վատ բաներով ասում, որը որ ասենք սազական բան է, մեր որպես վարչապետ Ճիշտ չի, հենց դա որ չի կարելի։ Իմ ուզածը պարզ ասեմ ձեզ, հային չի սազում մեկը մեկի վրա ցեղ շպրտել ավելնորդ խոսքեր ասել։ Ուզում ենք որ ձեր գիտեն հայ հետ ու առաջ տանեն Հայաստանը։